Բարև ձեզ, մարտի 21-ն է այսօր, իմ գործընկերներ Լերնիկ Մալխասյանի եւ Հարութ Էքմանյանի հետ խոսելու եմ օրվա կարևոր իրադարձությունների մասին։ Հարութ Բարակ Օբաման ընտրությունից հետո իր առաջին այցը կատարեց Մերձավոր Արևելք, Իսրայել։ Ինչպես մեկնաբանենք դա, Միացյալ Նահանգների հատուկ շահերն էին թելադրում, թե հրեական լոբբի ազդեցություններ, ռազմավարական առումով ինչն է այստեղ։ Նախ այս ընտրություններն չէ, իր առաջին ընտրություններն մինչև այսօր իր առաջին այցելությունն է, սա նախքին իր առաջին 4 տարվա ընթացքին երբեք չայցելեց Իսրայել եւ անորոշ շատ քննադատեցին Օբամային եւ իր առաջին այցելությունը իր առաջին ընտրության շրջանին եղավ Եգիպտոս եւ ամբողջ 4 տարվա ընթացքին Իսրայել չայցելեց։ Դա ադիգա նաև պայմանավորված էր ուրիշ բաներով, որ ծայրահեղ աչագողմյան Նեթանյահուի ընտրությունը նաև այդ այցելության արգելք հանդիսացավ, որովհետև Բուշենի հետ Օբամայի ընտրությունը որպես ավելի լիբերալ եւ ավելի խաղաղասեր նախագահ այդպես ներկայացվեցավ քոնե այդ համապատասխան իրավիճակը չէր ստեղծած, մանավանդ եթե հիշենք Օբամայի առաջին շրջանի սկիզբը, առաջին նախագահական շրջանի սկիզբը, երբ Օբաման հայտարարություններ նոր հողեր բիլիչի զավթեբաղեցնիցներն եւ նոր կառուցման աշխատանքներ բիլիչի դանի եւ քանի ժամի հետ Իսրայելի մեջ հանգած կառավարությունը որոշում կառնե եւ բոլորովին հակառակ ուղղությամբ ուղղակի շատ ծանր վիճակի մատնած էր ամերիկյան վարչակարգին, այսպիսի դեպքեր պատահած էր եւ ուղղակի գրանքսել բաղություն կար, այսինքն բոլոր շրջաններու Ամերիկա եւ Իսրայել հարաբերություններու հետ բախտած գրանքսել նախկինի հետ բախտած բաղ շրջաներ Ամերիկա-Իսրայել հարաբերություններու մեջ, իսկ այսօր Իսրայելի մասով եթե պիտի խոսենք, Իսրայելն էլ վերջերս ընտրություններ կատարեցին Իսրայելի մեջ եւ ընտրություններուն Նեթանյահուի Լիքուդ գուսակցությունը, Լիքուդ եւ Իսրայել Բեյթուն գուսակցությունը երկու գուսակցությունները որ թաշինք մտած են Ավիգդոր Լիբերմանի եւ Նեթանյահուի գուսակցությունները իրանց թաշինքը արդեն 10-12 աթոռ բագաս է այսօր 10-12 աթոռ բագաս ունի Իսրայելի քենեսեթի մեջ եւ այսօր ավելի դգարտ երկի մեջ է թեև գրնան նաեւ այսինքն ոչ թե գրնան նաեւ իրենք պիտի գլխավորեն կառավարական կոալիցիոնը բայց ոչ առաջվա նման ավելի շատ աթոռներով, ավելի շատ ցայներով։ Հետևաբար այդ նաև կորձոն է, որ Նեթանյահուն շատ ավելի զիջողական դիրք ունենա նաև եւ Օբաման այսօր որովհետեւ այդ ճնշումը չունի անգամ եւս վերընտրվելու եւ կարծեմ որ պայմանները ավելի նպաստավոր են Օբամայի այցելության։ Իդեպ Օբաման հայտարարեց, որ կողմ է Պաղեստինյան պետության ստեղծմանը։ Հարութ մի հարց էլ կուզենայի տալ տարածաշրջանի վերաբերյալ, այսօր շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ պատմական Տիգրանակերտում, Դիարբեքիրում, որը քրդական, թուրքական Քրդստանի մայրաքաղաքն է, այսպես ասած, ընթերցվեց Օջալանի խաղաղության կոչը մի մարդու, որ ծմահ դատապարտվել է թուրքական իշխանությունների կողմից եւ հիմա Իմրալե կղզում է։ Ինչպես մեկնաբանենք, ինչ է տեղի ունենում Թուրքիայում, ինչ-որ նոր ջրբաժան է, ինչ է։ Այս հարցի մասին քիչ առաջ մեր ուրիշ գործընկերոջ հետ թուրքակետ մեր ընկեր Գորի Երանյանը գա, իրան հետ կզրուցեինք եւ ինքն ալ նույն բանը ասավ, նոր չէ որ քուրդերը խաղաղ լուծում ուզեն եւ խաղաղ ուզեն ապրիլ եւ արժանապատիվ ուզեն ապրիլ իրենց հողերի վրա այս սկզբունքները գոյություն ունեին ավելի քան 20 տարի առաջ նույնիսկ Օզալի ժամանակ բայց այդ մեկը չհաջողվեցավ հետո արդեն ինչպես գիտենք 99-ին Օջալանը ձերբակալվեցավ եւ այդ ժամանակ նաեւ նույնանման հայտարարությունը կատարած էր թե իրենք գուզեն մեկ երկրի մեջ ապրիլ, ավելի խաղաղ, ավելի ժողովրդավար պայմաններում մեջ, ավելի արժանապատիվ եւ հավասար քաղաքացիներ որպես բայց գրնանք նաեւ այդ մեկը պայմանավորված տեսնել, որ Օջալանը ձերբակալված էր եւ ուղղակի մահվան դատապարտված էր, ինչպես եթե հին բաները արխիվները բանանք կտեսնենք, թե սկիզբը Օջալանին մահվան դատապարտեցին, ետքը այդ վճիրը փոխեցին եւ ծմահ բանդարգության վճիր եղավ
Նաև այդ իրավիճակի այդ պայմաններուն հետ պայմանավորված էր թերևս այդ հայտարարությունները, բայց այսօրվա հայտարարությունը գրնանք ասել, որ առաջին ուղղակի հայտարարությունն է, փառացիորեն հայտարարությունն է, երբ Օջալանը ինքը գահայտարարե գսե, որ սահմաններեն անդին պետք է երթանգրվողները եւ այլևս զենքի տարաշրջանը չէ եւ սկսած ենք ուրիշ ժամանակաշրջան, սկսած է երկխոսության եւ քաղաքականության։ Մի մարդ, որը որ 20 տարի մոտավորապես զենքը ձեռքին կռվել է թուրքական պետության դեմ եւ եղել թուրքական պետության պաստորեն մղձավանջը։ Մյուս թեմաներից իհարկե այսօր ներքաղաքական առանձնապես տենց մեծ իրադարձություններ չեղան, բայց այնուամենայնիվ Դերենիկ Ռաֆի Հովհաննիսյանի ասուլիսն էր հետաքրքիր, այսօրվա հերթական ասուլիսը, որտեղ որքանով ես հասկացա, խոսվեց առաջիկա Երևանի քաղաքապետի ավականու ընտրություններին Ժառանգություն կուսակցության մասին։ Դերենիկ ինչ է տեղի ունենում։ Կարեն, ում համար մեծ, ում համար փոքր, օրինակ Երևանի քաղաքապետի ընտրությունները ասում են փոքր իրադարձություն է, սակայն դատելով քաղաքական ազդեցիկ կուսակցությունների վերաբերմունքից եւ դիրքորոշումից, կարծես է նրանք դիտում են դա բավականին մեծ քաղաքական իրադարձություն, որին պետք է մասնակցել, ամբողջ ուժերը լարել, ջանքեր դնել, որպեսզի կարողանան Երևանում իրավիճակ փոխել կամ վերցնել, այդպես ասած, Երևանի քաղաքապետի պաշտոնը եւ հավականին մեծամասնություն կազմել։ Հետաքրքիր է, որ Ռաֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենք մասնակցում են Երևանի քաղաքապետի ընտրություններին եւ չնայած ինքը չի մասնակցում, ցուցակը Ժառանգության գլխավորելու է Արմեն Մարտիրոսյանը, վարչության փոխնախագահ, Ռաֆի Հովհաննիսյանը այս պարագայում դիտորդի դերում է հանդես գալիս։ Սակայն սա մի փոքր տարօրինակ է ըստ էության, որովհետև կարծես թե նախագահական ընտրությունների հետևանքները չհաղթահարած Ռաֆի Հովհաննիսյանը մտնում է մեկ այլ գործընթացի մեջ եւ պարզ չէ թե ինչպիսի ավարտ կունենա, նույնը վերաբերում է նաեւ մյուս կուսակցություններին, նույն Հույդային, Բարգավաճ Հայաստանին, Հայ ազգային կոնգրեսին, եթե ի սկզբանե որոշակի վստահություն կար, որ նախագահական ընտրությունները կեղծվելու են եւ հետեւաբար ինչ որ հնարավոր լարումների չգնալու կամ այսպես չպարտվելու համար կողքի քաշվեցին, չմասնակցեցին այդ ընտրություններին, մենք տեսանք, որ այդ նախագահական ընտրություններից հետո ոչինչ չփոխվեց, որևէ մեկը պատասխանատվություն չկրեց այդ վիճահարույց ընտրություններ կազմակերպելու համար, որևէ փոփոխություն չկա ընտրությունները կազմակերպողների հետ կապված, օրինակ նույն Տիգրան Մուկուչյանը իր տեղում է, դատախազը որևէ մեկին պատասխանատվության չի ենթարկել, իր տեղում է, ազգային անվտանգության ծառայության պետը իր տեղում է, այսինքն որևէ բան չի հուշում, որ Երևանի ավականու ընտրություններին չեն կրկնվելու փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների սցենարը։ Այս պարագայում ինձ մնում է ենթադրել, որ այդ 4 խորհրդարանական կուսակցությունները ունեն ընտրակեղծիքների դեմ պայքարելու մի այսպես ֆանտաստիկ մոդել, որը կանխելու է իշխանությունների կողմից հնարավոր ընտրակեղծիքները։ Ինչ ինձ համար քիչ հավանական է թվում, եւ ես կարծում եմ, որ իշխանությունը Երևանի քաղաքապետի ընտրություններին պահելու է այն ձևով, ինչպես պահեց նախագահական ընտրություններին եւ անելու է այն ինչ չի կարելի օրենքով եւ անթույլատրելի է ժողովրդի կամքի արտահայտման տեսակետից։ Ընդդիմադիր կուսակցությունները, որոնք մասնակցում են ընտրություններին, հայտարարում են, որ շատ ավելի հեշտ է Երևանում հաղթանակ տանել, որովհետև այնտեղ քաղաքապետ ունենալու համար 40% քվեն արդեն բավարար է։ Ինչևէ, ապրենք, տեսնենք։ Այսինքն, Կարեն, գիտեք ինչ, այդ քաղաքական ուժերը, ովքեր հայտ են ներկայացնել մասնակցելու Երևանի քաղաքապետի ընտրություններին, գոնե հիմա շատ հստակ պահանջ պետք է դնեն։ Օրենսդրական փոփոխություններ, չգիտեմ, իրավական ակտերի փոփոխության հետ կապված ընտրական օրենսգրքին առնչվող եւ ընտրությունների կազմակերպմանը առնչվող, գոնե որ ինչ որ մի չափով փոքրացնեն ընտրակեղծիքների հնարավորությունը, այսինքն
այն պոտենցիալը, որ ունի իշխանությունը ընտրակեղծիքներ անելու համար, դա պետք է կրճատեն, չգիտեմ, մինիմումի հասցնեն, բայց տեսնում ենք, որ որևէ բան չի արվում։ Այսինքն նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այդքան բանից հետո առնվազն հիմա չպետք է լիներ հանձնաժողովի նախագահի պաշտոնին, բայց որևէ մեկը այդ մասին չի խոսում։ Դերնիկ ամեն դեպքում ավելի շատ կուսակցություններ են մասնակցում Երևանի ընտրություններին, չես կարծում, որ այնուամենայնիվ եթե նախագահական ընտրություններին մասնակցեին եւ ՀԱԿ-ը եւ Բարգավաճ Հայաստանը, այսօր լրիվ ուրիշ իրավիճակ կլիներ, առնվազն կխոսեին երկրորդ փուլի մասին եւ միգուցե հենց դրանով է տարբերվելու Երևանի ընտրությունը հանրապետության նախագահի, բայց մենք ունենք նաեւ նախախորհրդարանական ընտրությունների օրինակը, որ տեղի ունեցել մոտ 1 տարի առաջ կամ մի քանի ամիս առաջ մայիսի 6-ի ընտրություններ, որտեղ նույն պատկերը գրանցվեց, այսինքն Սերժ Սարգսյանի ձեռագիրը շատ մի օրինակ է եւ արդեն գրեթե բացահայտված, առանց կոշտ ընտրակեղծիքների, առանց բռնության այդ մարդը վերադադրվում է հատուկ տեխնոլոգիա։ Եթե խորհրդարանական ընտրությունների զուտ համամասնական քվեների տարբերությունը նայենք, ապա մոտավորապես հանրապետական կուսակցությանը եւ մնացած բոլոր կուսակցությունների քվեները հավասար են եւ մեծամասնականն էր, որ իրականում փոխեց իրավիճակը, իսկ մեծամասնականի դեպքում գիտենք թե ինչ է տեղի ունենում։ Ամեն դեպքում երբևէ չեմ կարծում, որ քաղաքական ուժերի, քաղաքական կուսակցությունների համար ալիբի է կամ պատճառաբանություն է ընտրություններին չմասնակցել, նախապես հայտարարել, որ դա միևնույն է կեղծվելու։ Եթե միևնույն է կեղծվելու են, ուրեմն կամ ստեղծեք հակակշիռ մեխանիզմները ընտրակեղծիքների դեմ, կամ էլ ձեզ ինքնալիկվիդացրեք որպես քաղաքական։ Այսինքն ես խոսում եմ այդ մեխանիզմների մասին, այսինքն 4 կուսակցություններ պետք է առաջարկեն այդ մեխանիզմը, ինչպես պայքարել, ինչպես ընտրակեղծիքների դեմն առնել։ Դա է հիմնական խնդիրը։ Շնորհակալություն Դերենիկ, շնորհակալություն Հարութ, հիշեցնեմ, որ այսօր հայաստանյան ներքին եւ մեր տարածաշրջանի իրադարձությունների մասին զրուցում եմ իմ գործընկերների հետ։